Հիմա անդրադառնամ պարոն Մեսրոպյան, ձեր ասածի հետ այսպես քաղաքական գնահատականներ չտալ, փորձեմ քաղաքական գնահատականներ չտալ, բայց որոշակի վարժություններ, որոշակի փաստեր արձանագրել ուղղակի չեմ կարող, եւ դուք չեք կարող ինձ լրացնել եմ ասում, որովհետեւ եթե դառնում մարդկան նստած կառավարության ես քաղաքական եմ, հազարամյա որ ես եմ մարդկանց քաղաքական եմ, եւ ես չի որ մենք էլ այդպես շատ հեռու ենք։ Հիմա եկեք մի հատ ժամանակագրություն վարենք, այսինքն մոտավորապես ապրիլի կեսերին ես հանձնաժողովի նախագահի հետ շատ գեղեցիկ քննարկում ունեցել, ի պատիվ հանձնաժողովի նախագահի շատ լավ, ասենք այն տիպի եւ նաեւ Տիկին Շահինյանի ու պարոն Արինյանի հետ առանձին իրենց հետ արդեն այսպես լավատման առաջարկների վերաբերյալ հանձնաժողովի անդամների հետ Տիկին Շահինյանը կհիշի, որ մենք գնացինք, որպեսզի առաջարկություն բերենք, այն 5000-ատ հաշվի չէ, մյուսը եւ միջև ես հանձնաժողովին դիտարկում եմ երկու այսպես դոյի խոսքեր առաջ եւ հետո միջև հուլիսի միջև 21-ը կամ 18-ը եւ դրանից հետո որովհետեւ այդ քննարկումներին չեմ ասում, մենք այդ քննարկումների ժամանակ եկել ենք ընդհանրապես մի ընդհանուր հայտարարի, որ այո կան խնդիրներ եւ այո պետք է խնդիրները լուծվի։ Եվ ի պատիվ այն ժամանակվա հանձնաժողովի անձերը նույնն են, բայց նորից եմ կրկնում հանձնաժողովը երկու բան են բաժանում։ Ի պատիվ այն ժամանակվա հանձնաժողովի բոլոր հնարավոր մեթոդներով փորձել են մեզ աջակցել, այո, բոլոր, չեմ շղթում։ Բայց ինչ կատարվեց հետո, եւ ինչից հետո դա կատարվեց։ Դա կատարվեց Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո։ Եթե հիշում եք, կայծակնային արագությամբ եղավ այդ ես միշտ անվանել եմ դա անգրագետ որոշում, սկզբից կիսագրագետ էի ասում օրենքի նախագիծը, հետո անվանեցի անգրագետ, ոնց որ թե ոչ մեկ այսպես ոչ հայցով դիմեց, ոչ պատիվ պահանջեց եւ այլն, ինչի համար անգրագետ, որովհետեւ կոլեգիալ մարմնի, անկախ մարմնի ղեկավարին օժտել մի լիազորությամբ, որը միանշանակ պրոբլեմատիկ է, չի կարելի։ Եվ որի արդյունքում կառավարիչ հասկացությունը բերել մտցնել, այստեղ ընդհանրապես իշխանությունների լիազորությունների չարաշահման հետո կանադառնա համոզված եմ իրավիճակ կփոխվի, կանադառնա բոլորի այսպես արածներին եւ այլն։ Սկսվեց այդ հայտարարությունից հետո, հետո գիտեք ինչպես գիտեք, ձերբակալում, կալանավորում, օրենքի ընդունում, կառավարչի նշանակում առանց վերջին հաշվով մեր ժողովրդին այսպես մոլորեցնելով, որ մի քանի անգամ լույս անջատվելը նշանակում է այսպես պետք է լինի, եւ այդպես այդ գործընթացը օպերատորների կադրեր բեկարելուց հետո աշխատեք հիմնականում են արտության մեջ աշխատեք, որովհետեւ իսկապես կանգնվում է։ Ոնց չէ, 2-3 րոպե կավելանա տարբեր։ 10 րոպե։ Ու հաշվի առնելով այդ ամեն Չէ, վերաշվի չէ, Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանից հետո կայծակնային արագությամբ սկսեց այդ ամեն ինչը, հանձնաժողովը որոշեց անգամ ուշադրություն չդարձնել իր կողմից նշանակված կառավարչի ոչ օրինական իմ կարծիքով, հաշվի առնելով ազատումներ եւ այլ, այսպես վիրավորանքից են խոսում, եկավ առաջի օրը ինձ անվստահելի է, չգիտեմ եւ այլն, հանձնաժողովը երբևիցե չի հարցրել, անվստահելի ապացույցներ չունեմ։ Այսքան ցանցի պետ ազատվեց, այն մեկը նենց եղավ, ինչի համար։ Արդյոք քաղաքական չի գործազուրկ պարտված տեխնացուների նշանակումը, սա քաղաքական տեքստ չի, սա միանշանակ փաստերի ընդհանրապես արձանագրում է։ Եվ այդ քանակի քաղաքգործերը, որոնք դատարանում են, դե բնականաբար հայցի ապահովում ոչ մի դատարան չի կիրառի, այդտեղ էլ գիտենք ինչը որից հետո է, եւ այդ գործերը գնալու են, չգիտեմ, մինչեւ 3 ատյան անցնեն, ընդունենք մի տարի կամ տարուպես հետո Ղազարյան Դավիթը վերականգնվեց, դա ոչ մեկի պետք չի, եւ երկրորդ հանգամանքը որ կա, արվում են արտահայտություններ, այստեղ դուք նայեք, դուք արգել հանձնաժողով, կրկնակի ստանդարտները ընդհանրապես մարդկանց եւ պետությունն ընդհանրապես բոլորին բերում են կործանման։ Հիմա եթե իմ մասով կոնկրետ ինչ-որ բան է հայտարարվել, կամ մեր մասով, որ կամ ենթադրյալ վնաս են տվել, կամ կարող են վնաս տալ։ Հիմա հարց, ես ենթադրյալ վնաս եմ տվել, 20 տարի աշխատում եմ, 10 տարի սեփականատիրոջ օրով, ես Սամվել Կարապետյանին վնաս եմ տվել կամ պետությանը։
ինչի որևիցե բան չկա մեկ, երկրորդը, եթե ես 10 տարի աշխատելով այդ բարձր պաշտոններում վնաս չեմ տվել, որտեղից է ենթադրվել, որ ես այդ կարող եմ տալ։ Եվ այս ամեն ինչ հաշվի առնելով նաև քաղաքական կոմպոնենտը։ Ես շատ կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, կապված սեփականատիրոջ վերջին հաշվով սեփականատիրոջն է լիցենզիա։ Չէ, հիմա նայեք, ներդրողը գալիս է Հայաստան, ասում գիտեք ինչ, ես ես չգնանք նրան, ով խնդրեց, ինչի վերցրեցին, հեծը բոլորը շատ լավ գիտեք, հեծը ինչ վիճակում էր Բիբինյան, հիմա կամած վերադարձը արդեն լինելու է, ասում նախկինում վերադարձ չկա, բայց ոնց որ այդ մասով արդեն կամած լինում է, հիմա հասարակ հարց եմ ուզում տալ հանձնաժողովին, միգուցե նաև հռետորական կամ ուզում եք անդրադարձել։ Եկել է ներդրողի ներդրումը կատարել է, նշանակել է մենեջմենտ, ընդունենք մի պահ տեսականորեն ամենավատը։ Եթե հանձնաժողով, այսինքն ես որպես ներդրող նայում եմ ինչին, նայում եմ պետությանը։ Հիմա իմ ձեռք բերած բիզնեսը հանձնաժողովի կարգավորման տակ է, չէ՞, այսինքն պետք է նայեմ հանձնաժողովի որոշումներին, որպեսզի տեսնեմ ինչ են անում, պետք է նայեմ պետեկամուտների կոմիտեի նախագահի տված արձանագրումներին, որպեսզի տեսնեմ իմ վերջին մենեջմենտը խաբում է ինձ պետությանը, թե չէ։ Հիմա այստեղ գալիս է մի հատ իրավիճակի, որ սեփականատերը այսպես տեսնելով այդ ամեն ինչը ներդրումները ընդունվում են, որոշակի փոքր բաներ, որևիցե ձևով անգամ ակնարկ չի արվում, որ կարող ենք փայ մտնել կամ խլել։ Այս արտահայտությունները, եթե ինչ-որ մեկը դժգոհություն արտահայտի խտնում դատարանում, ինչ ասում եք, դատարանում գնացեք դիմեք, նույն만 հիմա ես եմ ասում։ Միանշանակ խլելու գործընթացը եւ սեփականատերը մեղավոր է նրանում, որ վստահել է պետությանը, որովհետեւ եթե ինքը պետությանը չվստահեր, միգուցե բերեր շատ ավելի, այսպես մի մենեջերի վրա մի հատ հաշվի առնելով որ գումարները այն աշխատավարձից բացի, միանշանակ կարող է, չի ասենք այսպես մենեջերներ բերեր դներ եւ բարձր ինչ է կատարվել։ Եվ քաղաքական իրավիճակից ելնելով բնականաբար պետք է եւ կանոնավորվի եւ լիցենզավորվի, այդ նույն սերիայից են ինչ որ Կարապետյանը ասած թքածունը մեծիլ է։ Այս դրա մասին է խոսքը, ինքը թքածուն է այնքանով որ չի գնալու որ այդպես պայմանավորվածան ինչա թե հեծը իր ձեռից չվերցնեն։ Հաջորդը որ նույն սեփականատերը կարող է այսպես մեղավոր դառնալ շահերների մեջ, որ վստահել է պետությանը եւ կներեք առաջին հերթին հարգելի հանձնաժողովականներ ձեր վերաբերմունքի փոփոխությունը այսպես ասած այդ քաղաքական հայտարարություններից հետո այդ նաև կառավարության ղեկավարի, որը դեռևս օրենքները չընդունված, դեռևս այսպես քայլեր կան, չէ՞, որ առաջի երկրորդ ընթերցման առանցքում, երկրորդ ընթերցում պետք է լինի, որ կարող է տեսականորեն չքվերթվել, դրանից հետո պետք է լինի տկենի այդ առաջարկը, հաղորդումը, որը կարող է տեսականորեն չուղարկվել, դրանից հետո պետք է լինի հանձնաժողովի նախագահի իհարկե իմպերատիվ վարույթի հարուցումը, բայց միգուցե 5 թե 6 այսպես պատժամիջոցներից ամենառադիկալ չնշանակելը, այս ամեն ինչը չանցած եղել է հայտարարություն ոչ մի անգամ, որ ազգայնացվելու է։ Ես դա դիտում եմ ուղիղ հրահանգ հանձնաժողովի անդամների եւ մնացածի վրա, մյուս պետական մարմինների վրա, որպես ուղիղ քաղաքական հրահանգ, որ ինչ ուզում եք արեք, ոնց ուզում եք արեք, ինչ կարգի վրա ուզում եք անցեք, սա պետք է ազգայնացվի։ Հաջորդը սեփականատերը ինչի է սխալվել շահերների մեջ, ես ասում եմ, այն ինչ որ դուք եք արձանագրում ձեր նյութերով, որ վստահել է պետությանը նաև մեկ այլ մասով։ Հիմա կառավարիչը ասում է, որ ինձ համար իմպերատիվ բնույթ չէր կրում ընդունում հանձնում անելը, ինչ որ չափով համաձայն եմ, բայց հանձնաժողովը, եթե ուզում էր նամանավանդ վարույթ սկսելուց իրականությունը իմանալ, չեմ կարծում, որ ձեր ինչ-որ մեկի պրոֆեսիոնալիզմը այնքան թույլ է, դրա վրա չեմ կասկածում, ես այս այնօրին այդ միջանցքում ասեցի, խնդիրը այդ բանի մեջ է, որ քաղաքական պատվերներ եք կատարելու, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը չէր կարող, ուղղակի կառավարչին խորհուրդ տալ, որ եղբայր արի գիտես ինչ արարի մի հատ ընդունում հանձնում արա, այս մարդուն ապօրինի մի ազատի հիմա։ Մի հատ ընդունում հանձնում արա, որպեսզի բոլորս հասկանանք, թե դու ինչ ես ընդունում։ Եթե հուլիսի 21-ին ցանցը ընդունում են, եթե չեմ սխալվում սեպտեմբերի 11-ին թե 12-ին նոր հրամանան լինում պայեսները գույքագրելու, իսկ ով կարող է ինձ այսպես մեղադրել, որ ես հիմնավոր կասկած ունենամ, որ այդ պայեսների ամբողջ պատասխանատվը եղել է իրենց վաղ, իրենց ուսուցումով կամ էլ թե չէ, իրենց ոչ դիտավորությամբ, այդ ինչ-որ մեկի կողմությամբ։ Ով կարող է ինձ դրանում մեղադրել։ Բնականաբար գույքը ընդունում հանձնում նամանավանդ այդպիսի բարձր պաշտոնյայի համար, որը այսպես 10 անգամ ավելի ցածր պաշտոնը բնականաբար ավելի բարձր փողով
համաձայնվել է փոխել, բայց իր նախկին աշխատակազմը, աշխատանքի վայրը ենթադրում է տեղեկացվածություն, չէ՞ այդ ամեն ինչը, ենթադրում է, որ բավականին դա շատ լուրջ, այսպես բավականին ղեկավարը շատ լուրջ պաշտոն է, եւ բնականաբար պատասխանատու է վարչապետի ներքո, ջրում այդպես բացվածք աշխատող բոլոր պետական կազմակերպություն։ Այսինքն ենթադրվում է, որ եւ հանձնաժողովը եւ կառավարիչը շատ լավ հասկանում են, որ ընդունում հանձնում պետք է կատարվի։ Հիմա նորից սեփականատերի մեղավորությունը, սեփականատիրոջ մեղավորությունը կայանում է նրան, որ չի արել այդ մարդը։ Այսինքն վստահելա ձեզ առաջին հերթին հանձնաժողովին, երկրորդ հերթին պետական, այսինքն պետությանը։ Հիմա այսքանից հետո եթե ներդրող կա, որը կվստահի ձեզ, չգիտեմ, բացեք վերջի տարվա ներդրումներով կտեսնեք ինչա կատարում, էլ չասած, որ այս աղմուկը հասել է մինչև աշխարհաքաղաքական շատ կենտրոններ եւ շատ երկրներ, որտեղից արդեն ուղղակի խուսափելու են այստեղ ներդրում անել, եթե երկրի ներդրումները կոռուպցիոն ճանապարհով ենթադրյալ ձեռք բերած գումարներ օրինականացնելու մասին չի։ Հիմա ուզում եմ ամենավերջում անդրադառնալ այս քաղաքական կոնտեքստի այսպես ամբողջ հայքին։ Այստեղ թարպես իմ անձնական կարծիքով գործանումը սկսվեց այն պահից, երբ որ մարդիկ, պաշտոնյաներ սկսեցին քննարկել, մեկը կալանք է քննարկում, մեկը, չգիտեմ, լիցենզիայի զրկում է քննարկում, այնպիսի մի մարդու ամենայն հարկանքով ու դա փաստ է, ես իմացել եմ կարողանում ասել, որ այդ մարդու կատարած աշխատանքի 1%-ը չեն կատարում։ Ուղղակի, այսինքն իր տված իր օգտեն եղել է այնքան, որ եթե խոսում եք այստեղ գովեստի խնդիր չկա, դուք խոսում եք այստեղ այսպես իր համար իր ունեցվածքի հետ կապված օբյեկտների մասին ժողովրդին մոլորեցնելով, որը ես կարող եմ ենթադրել դա հանցավորել համարել։ Մի մարդու, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել է ամենաշատ Հայաստանում եւ գումար ներդրողը եւ բարեգործություն կատարողը։ Այստեղ լավ, ասենք շատ մեր հայրենակիցներ կարող են այդքան հեռու չմտածել։ Այդ դիտավորությունը բերել մեր ձևով 5 ամիս նստել։ Բնականաբար, այս ամբողջը բերելու է քաղաքականի, այս ամբողջը բերելու է կործանման, սա արդեն խոսքը սուղում եմ հանձնաժողովին։ Հավատացած եղեք, հույս չունենալով, որ իմ խոսքը ձեր վրա որից է պետք կարող ազդել, որովհետև ինչպես նշել եմ, անգամ միջև այս նիստը որոշումը կայացված է, չգիտեմ, բնականաբար ընդամենը մնում հայտարարել է, բայց ամեն դեպքում հարգելի հայրենակիցներ, կարող ձեզ փորձել այս երևույթները բացատրել, գոյություն ունի մի բան, որ ամբողջապես այսպես վերացվում են անկախ մարմին հասկացությունը, վերացվում է ընդհանրապես այն մեխանիզմները եւ այն գործիքակազմերը, որոնք տարիներ շարունակ ներդրվել են, որպեսզի ապահովեն ներդրումների անվտանգությունը, ապահովեն մեր քաղաքացիների այդ այսպես ասած էներգետիկ անվտանգությունը եւ այլն։ Եվս օրինակներ կան, բեցում լրատվամիջոցները տալիս են միլիարդների չարաշահում, ոչ մեկ տեղայք չի։ Ոչ միայն ոչ մեկ տեղայք չի, ըստ լրատվամիջոցների, քանի որ մեր դեմ էլ այդ սև արշավը կատարվում է բնականաբար լրատվամիջոցներով եւ շատ սուտ ինֆորմացիաներ են տարածում, միգուցե սուտ լինի, բայց ամենայն դեպս իշխանությունը չի ժխտել, որ բեցի միլիարդավոր, մենակ պետական բեցի, միլիարդավոր այսպես կորուստների համար կամ չարաշահումների համար, որից մեկը ներգրաված չի որպես մեղադրյալ։ Դա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու հարգելի քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են, որ հեծը գտնվում է այնպիսի ընդհանրապես ճգնաժամային վիճակում, որ պետք է պետության կառավարումը։ Պետության կառավարումը արդեն տեսնում ենք հանձնաժողովի կողմից իր գործիքակազմը կիրառելու արդյունքում եւ տեսնելու ենք շատ ավելի արագ տեմպերով դեպի ներքև բնականաբար ձեզ խաբել են այն մասով, որ հեծում կատարվել են այսպիսի մասսայական կամ համակարգված հավելումներ, միանշանակ եմ ասում, որտեղ այս ամբողջ կետերը բերել է դրան, ձեզ խաբել են ընդամենը երկու պատճառով, որպեսզի ճակերտների մեջ պատժեն Սամվել Կարապետյանին կամ բերեն բանակցությունների դաշտ, եւ երկրորդ պատճառը, որպեսզի ինչպես հիմա կտեսնենք երեկվա հոսանքազրկումների հետ կապված Էջմիածնի քրեական գործընթացներին, թե չէ մեր ժամանակ
հանգարց միտեղ խոսանք էր գնում, միջև մագի գլխավոր քարտուղար, այսպես ասած աղմուկ էր լինում։ Եվ երկրորդ հարցը, որ խաբել են այս հարցի կոնտեքստի մեջ, ձեզ խաբել են ցանկություն ունենալով իբրև թե հեծը այնպիսի, այսպես Սամվել Կարապետյաններով ծառայել է քաղաքական նպատակների, հիմա իրանք են ուզում ծառայեցնել, հիմա արդեն պարզ փորձը ցույց է տալիս, որ մեր ժամանակ հեծում ղեկավար պաշտոններին զբաղեցնում եւ այս ուժին, եւ իշխող ուժին, եւ ընդդիմադիր, եւ նաեւ նեյտրալ, այսպես մարդիկ, իսկ այսօր բոլորը տեսնում եք, որ եթե անգամ տեղական ԿՊ-ի ներկայացուցիչներ չեն, ու ամենայն դեպս վկայականով, բայց ներքուստ ավելի, այսպես, ԿՊ-ական են, քան մնացածը։ Մի խոսքով հաշվի առնելով այս ամեն ինչը, այգել այնակիցները ձեզ խաբել են։ Ես որոշումը համոզված եմ ինչա լինելու, բայց դա ինձ համար ամենայն դեպս նորություն չի, եւ այստեղ եմ ոչ թե հանձնաժողովի վրա ինչ-որ ձեւով ազդելու, ես ուզում եմ ասեմ, որ ամենայն դեպս ես այստեղ եմ, այս 3 օրվա ընթացքում ձեզ ամեն ինչը ցույց տալու համար։ Հանձնաժողովի որոշումը վաղուց եւ կայացնելու եմ։ Ինչ վերաբերվում է հետագա ճակատագրին, ես խնդրում եմ, որպեսզի այսուհետև այն որ նույն բաները ներկայացվելու են առանց փաստական հանգամանքների, առանց ապացույցների, դա աներկբա է, այսպես ասած, ինչպես նշում եք ազգայնացման մարզողները կառավարության հետագայում աներկբա է, ես եմ ասում, որ դա աներկբա է, բայց հավատացած եղեք, որ ուժ դժուր այս մասով լինելու են քրեական գործեր, վատ բան եմ ասում հանձնաժողովի համար, բայց համոզված եմ, որ հանձնաժողովը վերաբերելու, որպես իրավաբանասեն այդ պրոցեդուրան, այսպես ասած, պրոցեսը իրապետող նաև լինելու են բնականաբար, ասել եմ, եթե Կարապետյանի դեպքում 53 քրիչ աշխատում դեռևս ոչ մի տարու բար չկա, ու մեկ կարող կասկածել, որ դա քաղաքական է, հանձնաժողովի եւ այս հեծի խմբման գործընթացի հետ կապված 153 կա դետայքին այսպես դոկումենտալ ֆիլմի բանա լինելու այսպես կեպետ ցուցմունքներ, ով ինչ ասեց, ով ինչի բաներ կա, ով ոնց կատարեց, Ամփոփել բան ազնի են, արդեն 1 ժամ ընդրում։ շնորհակալ եմ։ Մի խոսքով հայրենի արենակիցներ ինքնոթիկները եւս կներկայացնեն, ձեզ խորհուրդ եմ տալիս, ուղղակի այսպես, եթե միջև խափնվել եք, ես ամեն ինչի արդյունքում այլևս չխափնվեմ եւ իրերը կոչել իրենց անուններով, շնորհակալություն։